Պարոն Ռոստոմյան, եւ Իշխան Սաղաթելյանն էր առաջարկել ընդդիմությանը միասնական հանրահավաք իրականացնելու, ընդդիմությունը գրեթե առանձին է մասնակցում, չհաշված որոշ փոքր կուսակցությունների միավորման, առանձին է մասնակցում ընտրություններին, եւ հետեւաբար միասնական հանրահավաք ինչ օրակարգով պետք է լինի։ Ընդդիմությունը անկախ ամեն ինչից մի պարզ տրամաբանություն պետք է ընդունի։ Այսօր ոչ ոք չի կարող առանձնաբար հաջողել այս ընտրություններում, 50%-ից ավել ոչ ոք չունի, բայց միասնական ընդդիմությունը կարող է այո ունենալ ավելին, քան այսօրվա գործող իշխանությունն է։ Եվ սա նշանակում է, որ պետք է առաջի հերթին հասնել մասնակցության տոկոսի բարձր մակարդակի։ Դա է տեղի ունենում բոլոր տեղերում, տեսնում եք, որտեղ որ իշխանությունը պարտվում է, երբ որ մասնակցությունը բարձր տոկոս է գրանցել, Հունգարիայի օրինակը ձեզ օրինակ։ Այսինքն, այստեղ օրինակ, եթե 60% օրինակ, ինչպես որ Հունգարիայում եղավ, 60% մասնակցություն ունենա, այս իշխանությունները վերընտրվելու տարբերակ չունեն։ Բացառված է։ Իմ համար գլխավոր մեծ շանս ընդդիմության ունենալու մասին է խոսքը։ Ընդդիմությունը պետք է աշխատի ընդհանուր ընդդիմության ձայները մեծացնելու ուղղությամբ։ Այդտեղ արանքում ով կոնկրետ ինչ տոկոս կունենա, ինձ այդքան հետաքրքիր չի։ Կարևորը որ բոլորը միասին ունենան ավելի շատ մանդատ, քան այսօրվա գործող իշխանությունն է։ Եվ դա հնարավոր է անել ջանքերը համադրելով։ Երկրորդ խնդիրը որ գոյություն ունի, այո, վերահսկելու հարց գոյություն ունի այսօր ընտրական գործընթացներն ամբողջությամբ վերահսկելու խնդիր գոյություն ունի։ 2000-ից ավել տեղամաս կա, այդ տեղամասերում պետք է ամբողջական վերահսկողություն իրականացվի։ Եվ ոչ մի քաղաքական ուժ ամբողջական այդ բանը ծածկելու այսօր ընդդիմությունը հնարավորություն ունի ամեն տեղամասում 4 հոգի ունենալ։ Մենակ դա նշանակում է 8000 մարդ։ Մենակ դրա կողքին եթե գումարենք նաև անհրաժեշտ քանակ որ պետք է աշխատեն որպես շտաբային կարգավիճակում 15-20 հազար մարդ անհրաժեշտ որպեսզի մոբիլիզացվի որ այս ընտրությունները վերահսկվեն։ Իսկ դա անհրաժեշտ է վերահսկել, որտեղ այս իշխանությունները իրանց իշխանությունը պահելու համար ամեն ինչի գնալու են։ Իրանք կեղծիքներ էլ կանեն, ամեն ինչ էլ կանեն, ես չեմ կասկածում, որովհետև իրանց համար կյանքի մահու հարց է։ Փաթեթով այսօր գործեր են սպասվում այս իշխանություններին դատարաններում այո այս հարցերը հետապնդելու համար։ Իրենք շատ լավ գիտեն դրա մասին։ Եվ ուրեմն իրանց այս աթոռը պահելը իսկապես կյանքի մահու հարց է եւ ամեն ինչ կանեն սրա համար։ Մի ճշտող հարց, պարոն Ռուստամյան, ես ճիշտ հասկացա, որ ձեր ֆրակցիան հենց Նիկոլ Փաշինյանի ելույթներն ու իր հետ հարցուպատասխանն է, որ չի ցանկանում մասնակցել։ Մյուս նախարարներ եւ այն հարցեր տալիս է։ Այսինքն սա ընդհանուր բոյկոտ չի, այլ Նիկոլ Փաշինյանի հետ կոնկրետ։ Այո, գիտեք, նախ ոչ միայն հոգնել եք, զզվել ենք, ասում եմ այդ մթնոլորտից, իսկապես, որտեղ ես նորից եմ ասում, այս փողոցային հարաբերությունների այս խուլիգանական վակխանալիային ներկա լինելը ոչ մեկի համար հաճելի չի։ Իրեն հարգող մարդ իսկապես այդտեղ անելիք չունի։ Եվ փոխանակ սա դիտեն թե ինչ է կատարվում։ Սա նաև նշանակում է դրա մասին, որ իրենք հոգեվարքի մեջ են։ Եթե լուրջ արգումենտներ ունեն, այդ լուրջ արգումենտներից խոսեն։ Բայց այսօր նայեք ամեն օր լսում ենք փողոցային արտահայտություններ։ Լավ, սա ամոթ է, չէ, մենակ մենք չենք, չէ, սա նայում, այդ դուրսն են, չէ, նայում, լավ, այս ինչ մակարդակ է։ Պարոն Ռուստամյան, ասում են, որ հիմա որ սկսի քարոզարշավը, դուք նկատն է նաև ձեր ֆրակցիան ընտրողներին ինչ է ասելու, ասելու է նորից մեզ մանդատ տվեք, որ գնանք, բայց խորհրդարան չգնանք աշխատանքի, անդադ այս էլ բանը։ Ոչ, մեզ մանդատ տվեք, միասին։ Ընտրողները ըստ ձեզ դժգոհ են, որ դուք չեք եկել կամ չգիտեք։ Չէ, ոչ, այդ որ դուք ասում եք, դա այդպես չի։ Նախ նաև մեր ընտրողները նաև համարում են, որ այո, միակ կռիվ տվող է այսօր խորհրդարանում եղել այ վերջը մեր ֆրակցիան, այո, մեկը մասնակցել է, ընդդիմությունից մյուսը չի մասնակցել, բայց չեմ կարծում, որ սա անիմաստ է անցել, այո։ Ոչ, շատ բաներ, որոնք պետք էր բացահայտել, առավելագույնս դա կատարվել է, այս իշխանությունների, այսպես ասած, իրական դեմքը ցույց տալու համար դա կատարվել է, այսօր էլ կխոսեն։ Չեն պարտադիր չգնան հարցուպատասխանի։ Հեսա կսկսվի ելույթները, ելույթների ժամանակ մենք մեր մոտեցումները, տեսակետները կներկայացնենք։ Կարծում ենք, որ սա նույնպես անհրաժեշտ է խորհրդանական ամբիոնը այդ առումով անհրաժեշտ է օգտագործել։ Խոսքը ուղղել ոչ թե իշխանություններին, այդտեղ անիմաստ է։ Խոսքը ուղղել առաջի հերթին ընտրողներին եւ մեր ժողովրդին։ Այդ դա անելու բոլոր ձևաչափերը մենք պետք է օգտագործենք։ Մնացածը անիմաստ է, մնացածը չեք տեսնում 1-ին 3 ժամկետի իմաստով առավելություն ունի հարցուպատասխանի ժամանակ
կառավարությունը։ Դու մի խոսք ես ասում, ինքը այդ խոսքի 3 անգամ ավել ժամանակ ունի պատասխանելու, դրան էլ չի պատասխանում, ուրիշ բանի է պատասխանում։ Աղբոնը դրան պատասխանի կասես ջայնամը գյոռ է, բայց ուրիշ բանի է պատասխանում։ Հաջորդ հարցը տալիս են այդ նույն հարցի պատասխանի հերքող այլ հակասող պատասխան է տալի։ Մարդը օրվա մեջ 10-15 անգամ ինքն իրան հերքում է։ Այսինքն ինչի մասին է խոսքը գնում։ Եկեք ձեր ընտրողներին Դե արել ենք, այդքան արել ենք, ինչքան արել ենք, այդքանով էլ կգնահատվենք ընտրողների կողմից։ Ես չեմ կարծում, որ անիմաստ է եղել ընդհանրապես տեղ լինելը։ Իհարկե, ասում եմ, պայմանները եղել են շատ ծանր, բայց անիմաստ չի եղել, կարծում եմ, որ ընտրողները նաև դա կգնահատեն։ Այդ դեպքում ինչ է գալի գրանցվում, որ աշխատաբարձ եւ պարգևավիճակ Չէ, գալիս են նաև ելույթ են ունենալու։ Մարդիկ հիմա գալու են ելույթ ունենան։ Այդ իրանց ասած բառերը հերիք է, էլի հալածի տեղ ընդունեք։ Ասում եք, ես էլ մեկնաբանում եմ, ասում եմ, հեսա գնում են հարց են տալիս։ Գահարներն էլ իշխանությանն են փոխանցում, որ Փոխանցեք, մեր ինչքան շատ փոխանցեք, այնքան լավ։ Իրանց փոխանցածները, հեսա ժողովուրդը տեսնում է, դրանք եթե գոհար են, ուրեմն վայ մեր գլխին։